Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ռուբեն, ես քեզ բան պետք է ասեմ։ Հիմա չի ալա, Աշոտներ զանգել, ես պետք է Աշոտին տեսնեմ, առանց այդ էլ ուշացել եմ։ Չէ, Ինչը չէ։ ես գիտեմ ինչ է ասելու քեզ Աշոտու, ոնց է ասելու։ Դրա համար ուզում եմ ինքս ասել։ Այսինքն, Ռուբեն, այս ամեն ինչի մեղավորը մենակ Ռաֆը չի։ Մեր ընտանիքների միջև ինչ որ կատարվում է, բոլորիս մեղավորությունն էլ կա։ հա, բայց այդ ինչ կապ ունի իմ ու Աշոտի հանդիպման հետ։ Կապ ունի Ռուբեն։ Աշոտի ասածը այս ամեն ինչի արդյունքն է։ Ես սպասում էի հարվածի, ես գիտեի, որ մի վատ բան լինելու է, բայց որ այսքան ծանր է լինելու այս հարվածը չէի սպասում։ Ու հավատա Ռուբեն, որ քո համար էլ է ծանր լինելու։ Գիտես, Աշոտի հետ խոսալուց այդ ամեն ինչը ինձ պարզ էր։ Ես հասկացա, որ ինչ-որ բան գաղտնի է։ Բայց չեմ ուզում քեզանից լսեմ ալա։ Աշոտը եթե ուզեցել է ինքը ինձ ասի, ուրեմն տենց էլ կլինի։ Ես հարգում եմ իմ ընկերոջ որոշումը։ Ես գիտեմ Աշոտը ինչ է քեզ ասելու, բայց խնդրում եմ փորձի հասկանաս ինձ։ Ես պատրաստ եմ նույնիսկ ծնկի գալ քո առաջ մենակ այս անգամ էլ Ռուբեն ձեռք մեկնի ինձ ու հասկացի ինձ։ Ես կասեմ։ Ես քեզ խոստանում եմ, Աշոտի հետ խոսելուց հետո քեզ էլ կլսեմ։ Չէ, Ռուբեն։ Այս ամեն ինչը ինձ արդեն դուր չի գալիս։ Բարև ձեզ։ Ես կարող եմ Աշոտին տեսնել։ Ռուբեն, ես քեզ բան պետք է ասեմ։ Վստահ եմ, որ ուզում է ինձ տեսնի։ Ինքն է ինձ կանչել։ Մեկ րոպե սպասեք։ Ոնց է Աշոտի վիճակը, լավ է, չէ՞ բժիշկ։ Ոնց է վիճակը։ Ցավում եմ, բայց Աշոտը մահացավ։ Շոտ ջուր հասցրու։ Լյան բան ա եղել։ Չէ։ Սպասի։ Պահի։ Էս էլ բռնի։ Այս մոմերը դնենք։ Ես պատկերացնում եմ, պապաս ոնց կուրախանա վաղուց, սենց անընդհատ չեմ արել։ Հա, շատ կուրախան է, բայց մտածում եմ ես մոմերը իզուր ես արել։ Հո ծնունդը չի։ Ինչ կապ ունի ծնունդն է, թե ծնունդը չի։ Ինչ մենակ ծնունդի ժամանակ են երազանք պահում։ Բացի հետ էլ
Ես շատ մեծ երազանք ունեմ, ուզում եմ պապայից հետ այդ երազանքը պահեմ։ Ու առհասարակ մարդու երազանքները կատարվում են ժամանակ, երբ որ հավատով է լցված լինում։ Ու այդ երազանքը շրջապատում է մենակ լավ իրադարձություններով ու քայլերով։ Սա էլ այդ քայլերից մեկն է։ Լավ, արի մոմերը շարենք ու գնանք։ Լավ, արի ընթացքում։ Ռուբեն, ես ինձ չեմ կարողանում ներեմ։ Նույնիսկ ես վերջի օրը ես իր հետ վիճեցի, ես մտել էի իր սենյակ, բայց ես էլի վիճում էի իր հետ։ Ես միշտ իրան հակաճառել եմ, ես միշտ իրան չեմ լսել, Ես ինձ մեղադրում եմ դրա համար, Ռուբեն։ Ալլա, իզուր ես քեզ մեղադրում։ Կյանքը ամեն ինչ էլ պատահում է։ Ընտանիքը, վեճ, նեղանալ իրարից, այդ նորմալ է։ Ոչ մեկ ապահովագրված չի դրանից։ Դու գիտես ես ինչի եմ ինձ մեղադրում, Ռուբեն։ Որովհետև Աշոտը միշտ ճիշտ էր։ Ես նոր եմ հասկանում, Աշոտը ճիշտ էր։ Ալլա, ես ընկեր չեմ կորցրել։ Ես աղբեր եմ կորցրել։ Ես հարազատ աղբեր եմ կորցրել։ Միշտ իմ ամենադժվար պահին առաջինը իր համարն էի հավաքում։ Իմ ուրախ պահերին միշտ ինքն էր կողքս լինում։ Աշոտը երբեք անիմաստ խոստումներ չէր տալիս։ Բայց որ ասում էր կողքդ կլինեմ, այդ իր ասածը քար էր։ Քար, որը չէր կոտրվի երբեք։ Հիմա ես չգիտեմ ինչ եմ անելու։ Ես էլ չեմ դիմանա։ Ես չեմ դիմանա, Ռուբեն։ Աշոտը ինձ լքեց իմ ամենածանր պահին։ Ինձ լքեց այն ժամանակ, երբ որ ամենաշատն էր պետք ինձ։ Ես հասկանում եմ, ալա։ Ես շատ լավ եմ հասկանում, բայց մենք պետք է ուժեղ լինենք։ Կյանքը շարունակվում է։ Մենք պետք է ապրենք հանուն մեր երեխեքի, ալա։ Հանուն մեր երեխեքի։ Պետք չի լինի։ Հանգստացի։ Աղեք ես պապայիս մոտ պետք է գնամ։ Հանգստացի։ Հանգիստ բան ես, հանգիստ։
պապային տեսներ, ես գիտեմ, որ իմ պապան լավ է, մամ։ Հոգետ, բոլորդ ինձ խաբում են։ Ինձ մենակ ճիշտ իմ պապան է, այսքան ժամանակ անցել բոլորդ ինձ խաբում են։ Ես առանց իմ պապայի չեմ։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Թույլ եմ։ Ասում են, ես հիվանդությունը մարդուն ներսից ուտում է։ Օֆա, չի ուտի, եթե պայքարես։ Ախր դու ոչ մի բան չես անում, քեզ լուրջ բուժում ա պետք, մենակ այդ դեղերով չի։ Չեմ հասկանում, ինչի ես քեզ պարտվածի հոգեբանությամբ լցրել, հերիք չի։ Լիան ես իմ պատիժն է, ես էլ հարմարվել եմ։ Մի ասա այդպես, Օֆա, մի ասա։ Ես չգիտեմ, դու քո համար սովոր ա, որ դու քեզ այդպես ես բնութագրում, բայց ես դրան սովոր չեմ, ու ինձ ցավ ա այդ պատճառում։ Մարիային հո բան չես ասել։ Լիան։ Չէ։ Ռուբենն եկել է։ Չէ, ասաց, որ գործեր ունի, պետքա գար, բայց չկա։ Մի բան եղած չլինի։ Շատ տարիներ են անցել, շատ բաների միջով ենք անցել, եղել է, որ իրար հանդեպ սխալներ էլ են գործել, բայց գիտես ինչն է անփոփոխ մնացել, մեր ընկերությունը ախպերս, ես քո հանդեպ նույնն եմ, Ռոբ ջան, ես էլի նույն Աշոտն եմ, որը կարա ճամփի կեսից հետ դառնա, երբ որ քեզ պետք լինի։ Նույն Աշոտն եմ, որը ոչինչ չի խնայի քո համար։ Ու վստահ եմ նույնն էլ դու, Ռուբ ջան։ Հա, Ռուբեն։ Նոնա։ Աշոտն է մահացել։ Ռուբեն, ինչ ես խոսում։ Ոնց թե մահացել է։ Չգիտեմ, ես էլ ուշքի չեմ գալիս։ Ոնց որ վատ երազ լինի։ Ռուբեն, բայց դու այն օրը ասացիր, որ արդեն ուշքի ա եկել, գիտակցությունը տեղն է։ Դե զանգեց։ Ասեց արի շատ կարևոր խոսալու բան ունեմ։ Ես էլ գնացի, բայց չհասցրեցի։ Սիրտը չի դիմացել, երկրորդ կաթվածն է ստացել։ Նոնա։ Նոնա, ինչ է եղել։ Մի բան ասա, ինչ է եղել, իմա սիրտս կպայթի։
Մամ, Աշոտն է մահացել։ Ոնց թե Աշոտն է մահացել, հետ ինչ ես ասում, այ աղջիկ։ Այ Աշոտ ջան, ախր իմ Ռուբենի չափ սիրում էի Աշոտին հարազատ տղայի նման։ Վայ, ես ինչ վատ բան ասեցի, նոնա։ Ախր Աշոտը իրանց ընտանիքի միակ մտածող ու հասկացող մարդն էր։ Երևի հենց մտածում գիտեր մեռավ այդ տղենը։ Այ մամ, խնդրում եմ, տենց մի ասա։ Ախր ընտանիքը նենց բան է, որ շատ մութ անկյուն է։ Մենք չգիտենք այդ 4 պատին ներսում ինչ է կատարվում, կամ ինչ է կատարվել։ Ոնց չգիտենք։ Չէիր տեսնում ամբողջ օրը Ռաֆի հետևից ընկած։ Իսկ այդ Ռաֆը անշնորհակալ, կար ու անշնորհակալ էլ մնաց։ Մի հատ թիկունք չկանգնեց իր հորը, մի հատ ընտանիքի զավակ չդարձավ։ Վախ, Աշոտ ջան։ Հոգիդ թող լույսերի մեջ մնա, տղա ջան։ Երևի քո ուզած հանգստությունը այդտեղ կգտնես։ Գիտես, ամեն անգամ պապայիս աշխատավայր այս խմորեղենից էի տանում։ Ինքից միշտ ասում էր, Լիլ, դու ավելի լավ կպատրաստես։ Որոշել էի հենց հիվանդանոցից դուրս կրվի, փորձեմ պատրաստել։ Բայց չհասցրի։ Ուշքի արի, մի կորցրու քեզ։ Ես հիմա չեմ ասելու, որ մոռանաս, չեմ ասելու, որ կանցնի, որ մի օր ցավը կդադարի, բայց դու պետք է ապրես, պետք է ամուր լինես, Լիլ, հաստատ Պապայի դուր չէր գա, որ դու քեզ կորցնեիր։ Այս պահից հետո ես միշտ կոտրված եմ լինելու առանց իմ պապայի։ Մորքուր, ես արդեն հասնում եմ հիվանդանոց։ Հա, մամ։ Մարիա ջան, դու արդեն իմացել ես։ Ինչը, մամ։ Մամ, լացում ես, կասես ինչ ա եղել։ Միևնույնն է իմանալու ես։ Այդ տարբերություն չկա ինձանից իմանաս, թե պապայիցդ։ Մամ, արդեն վախենում եմ։ Մարիա, Աշոտն է մահացել։ Ինչ։ Հա,
Ուզում էի գնայի հիվանդանոց։ Այնը տատիկը վատ էր զգում։ Չգնացի, բայց պապայիդ համարել եմ անհանգիստ։ Ինքն էլ լավ վիճակում չէր։ Ալա, ես հասկանում եմ, որ հիմա դրա ժամանակը չի, բայց ես պետք է իմանամ, թե ինչ էր ուզում ասեր Աշոտը։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որ չհասցրեցի լսել, չհասցրեցի հասկանալ, թե ինչ էր ուզում ասել ինձ Աշոտը։ Բայց դու ինձ ասացիր, որ գիտես ինչ է ուզում ասի։ Հիմա կարող ես ասել։ Ես ուժ չունեմ, Ռուբեն, թող մնա հետո էլի։ Ես պետք է իմանամ։ Ռուբենն ա գրել։ Ինչ։ Էստեղ ա կողքի մասնաշենքում, բայց չի գալու։ Բան ա եղել։ Աշոտն ա մահացել։ Ես չկարողացա քեզ ներել, որ մեքենա կոտրեցիր ու մեղքը գցեցիր ուրիշի վրա առավ։ Քեզ թվում է քո մարդ սպանելն եմ կուլ տալու։ Ես հիմա ոնց եմ մարդկանց աչքերի մեջ նայելու։ Իմ տղեն մարդ հասպանա։ Ոնց եմ ապրելու։ Ես էլ գլուխս բարձր չեմ կարա մտնեմ այդ շենքը Ռաֆ։ Ես ինչ արեցիր դու մեր հետ։ Ես ոնց եմ կրելու այդ ուսադիրները, ոնց եմ ապրելու։ Պապ, ես այս անգամ չեմ խնդրելու, որ ինձ օգնես կամ փրկես։ Արանն հենց ոնց որ օրենքն է պահանջում։ Եթե ուզում ես հենց հիմա էլ կարամ Ռուբենին կանչեմ ու ամեն ինչ պատմես, համ դու կհանգստանաս, համ էլ բոլորի առաջ քեզ մեղավոր չես զգա։ Ռաֆ, դու ծնող չես, չգիտես այդ ինչ է, բայց մի բան լավ իմացի, լավ ծնող լինելը շատ բարդ բան է, մանավանդ երբ նժարի մի կողմում քո տղեն է, ու դու պետք է ընտրություն անես, ու մի բան լավ իմացի տղա ջան, ես քեզ չեմ ներելու,
Չեմ ներելու, դու ես ինձ սպանելու, Ռաֆ։ Դու ես ինձ սպանելու։ Ես ինչ վատ բան եղավ։ Հակառակի այսօր Լիլիթի տրամադրությունը շատ բարձր էր։ Շատ ուրախ էր։ Անընդհատ հոր մասին էր խոսում, ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի, շուտ կառողջանա։ Հիմա պատկերացնում եմ ինչ ազգում։ Ծնող կորցնելուց ցավոտ բան չկա այս աշխարհում, տղես։ Հիմա Լիլիթին ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես զբաղացրա մեկը, չես թեթևացնի։ Իրա ցավը։ Ափսոս դու Աշոտին ավելի մոտիկից չկարողացար, չհասցրեցիր ճանաչել, շփվել հետը։ Աշոտը այն եզակի մարդկանցից մեկն է եղել, որ ջանք ու եռանդ չի խնայել քեզ գտնելու համար։ Միշտ կողքս է եղել։ Ու չի թողել, որ վատը մտածը։ Հույս է տվել։ Այն միակ մարդկանցից մեկն է եղել, որ օր ու գիշեր հետս անցկացրել բաժնում տուն չի գնացել։ Իմ ցավը հավասար կիսել է 15 տարի։ Ճիշտ է։ Ես այդ մարդուն լավ չէի ճանաչում, բայց զգում էի, որ լավ մարդ է։ Գիտես ինչքան էր ուրախացել, որ գտանք քեզ։ Ահա որ շատ էր ուրախացել։ Ոնց տխրությունս էր կիսել։ Տենց էլ ուրախությունս։ Ափսոս։ Ափսոս չհասցրեց վայելել։ Կներես ինձ, պապ։ Կներես, պապ ջան, կներես ինձ։ Կներես։ Ռաֆ, պետք չի, որ ինձնից թաքցնես քո հույսերը։ Անկեղծ ես քեզ հասկանում եմ։ Մարիս պատրաստ չէի սրան։ Այս շատ էր իմ համար։ Ես պատրաստ չէի։ Հասկանում եմ քեզ։ Ու նաև հասկանում եմ, որ մխիթարական խոսքերը անիմաստ են։ Դրա համար չեմ ասի։ Ռաֆ, բայց ես ուզում եմ քեզ ուժեղ տեսնել։ Դու պետք է հասկանաս, թե ինչ պատասխանատվություն է քո ուսերին ընկել։ Դու պետք է սկսես այնպես ապրել, որ Աշոտ Հոպարի անունը բարձր պահես։ Որովհետև իր ընտանիքում իր գործը շարունակողը դու ես։ Իմ համար էլ է շատ դժվար։ Աշոտ Հոպարը իմ համար ավագ եղբայր է եղել, Ռաֆ։ Ինքը ինձ օգնության ձեռք է մեկնել այն ժամանակ, երբ ես դրա կարիքը ունեցել եմ։ Ու շատ դեպքերում բոլորից շուտ է ինձ օգնել։ Դեպքեր ա եղել, որ խնդիրս պապայից չհասած արդեն լուծվել է, որովհետև Աշոտ Հոպարը ավելի շուտ է իմացել դրա մասին։ Ես հիմա այս ամենը չեմ ասում, որ իմ ու քո ցավերը համեմատեմ։ Ասում եմ, որ հասկանաս, որ ես էլ եմ ծնող կորցրել ու գիտեմ, թե այդ ինչ ցավը։ Ճիշտ է, իմ պապան այդքան էլ լավ հայր չի եղել, այդքան էլ լավ մարդ չի եղել։
Բայց ես ցավ եմ ապրել ու գիտեմ հետևանքները։ Իսկ մորս Ռաֆ, ես մորս ֆիզիկապես չեմ կորցրել, բայց հոգեպես կորցրել եմ ու վաղուց, որովհետև այն կապը, որ ունեցել է 8 տարեկան Մարիան իր մոր հետ էլ չկա։ Դրա համար եմ ասում, որ հասկանում եմ քեզ։ Ես այնքան վատն եմ, Մարիա։ Հիմա ես շատ եմ հասկանում ու գիտակցում ամեն ինչ քան առաջ էր։ Ճիշտ են ասում, որ ցավը մարդուն շատ ճիշտ դաս է տալիս, բայց այս ցավը անջնջելի համար այս ցավը երբեք չի վերանալու, ես պետք է հավերժ ապրեմ սրա հետ։ Ինչի ես եկել։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Դու այստեղ տուն ընտանիք ունես, որ եկել ես։ Ինչի ես եկել։ Մամ ջան, ես հասկանում եմ քո վիճակը։ Դրա համար էլ հիմա չեմ նեղանում քեզնից։ Հասկանում եմ հիմա ինչ ես զգում։ Բայց արի մի մոռացի, որ ես էլ հեր եմ կորցրել։ Ծնող եմ կորցրել, մամու իմ համար էլ է դժվար։ Ծնող։ Այդ մահացավ նոր հիշեցիր, որ ծնող ես ունեցել, հա։ Նոր սկսեցիր հարգել։ Դու չես ամաչում։ Դու իրավունք չունես Աշոտի անունը տալու։ Դու իրան ոչ հարգել ես, ոչ էլ լսել։ Մամա լավ հերիք է։ Ինչն է հերիք, տղա ջան։ Դու տեղ չէիր թողել այդ մարդու համար։ Ոչ մի տեղ չկարողացավ գլուխը բարձրացնի քո պատճառով։ Միշտ գլուխը կախ է մանեկել։ Չի կարողացել հպարտանալ քեզանով։ Էտա քո հարգանքն ու սերը, հա։ Ու դու եկել ես հիմա ուզում ես այստեղ մնաս, այս տան մեջ, ինչի, ոնց, զղջացել ես։ Մամ ուզում ես ասես, ինձ տնից դուրս ես հանում, հա։ Ամեն անգամ քեզ ես վիճակում տեսնելուց այգու օրն եմ հիշում ու ինձ թվում է, որ էլի լքելու ես ինձ։ Էլի սկսելու եմ քեզ փնտրել։ Խնդրում եմ։ Գոնե այս անգամ ինձ չլքես։ Այն ժամանակ, երբ ինձ շատ պետք ես, խնդրում եմ քեզ, ինձ մենակ չթողնես, թեկուզ սենց, թեկուզ իրար չհասկացված։ Հա, դու ինձ ճիշտ հասկացար, գնա այս տնից։ Եթե ես շուտ գայի ես որոշմանը, Աշոտի մահը երևի չէր լինի։ Մամ պապայի մահը իմ ուսերին ու իմ խղճին մի փաթաթի։ Այդ շատ է իմ համար, ես չեմ դիմանա։ Լսի, դու կարաս ուրիշների մոտ սուրբ ձև հանաս, բայց ես էլ չեմ հիմարանա, ես էլ քեզ չեմ հավատալու։ Գնա, ասում եմ, Ռաֆ, գնա։ Մամ, եթե գնացի էլ չեմ գա։
Ինձ չվախացնես, եղավ։ Ինձ չվախացնես։ Գնա ու մոռացի ես տան բոլոր ճանապարհները։ Եթե դու Աշոտին հասցրեցիր գերեզման, ինձ էլ կհասցնես։ Գնա, ասեցի։ Ինչ են ասում բժիշկները, Մորքուր։ Մաման դեռ ինչքան պետք է այստեղ մնա։ Այսօր որ հաստատ կմնա։ Վաղն էլ վիճակից է կախված։ Սիրտս ցավում է, որ մամային էս վիճակում եմ տեսնում։ Գիտեմ, բալես, գիտեմ։ Շատ դժվար է։ Ինչքան էլ անհաշտ լինենք, ծնողը տա։ Ինքը հավատում է, որ մի օր կհասկանաք իրար։ Այդ հույսով է ապրում։ Ես քեզ հիմա ես չեմ ասում, Մարիա ջան, որ քո մոտ խղճահարություն կամ մեղքի զգացում առաջանա։ Բայց ինքը հավատում է, որ մի օր դուք իրար հասկանալու եք։ Այդ հույսով ապրում է։ Ուզում եմ ուղղակի, որ դու իմանաս իր ապրումների մասին։ Այն ժամանակ դու էիր իրան սպասում։ Հիմա էլ հակառակն է։ Մորքուր, եթե ինչ-որ բան պետք լինի, զանգի, լավ։ Լավ։ Հեն բալես, տեսար, խոսացիր։ Տեսա, պապ, բայց չենք խոսել, քնած էր։ Լավ, դե կարևորը սիրտդ հիմա արդեն հանգիստ է։ Հա։ Ինձ թվում է, որ Արթուն լիներ, բառեր չէի գտնելու իր հետ խոսելու։ Ու այդպես իր վիճակը ավելի էի ծանրացնելու, այսպես ավելի լավ էր։ Ամեն ինչ լավ կլինի, բալես։ Մի օր այս դժբախտությունները կհոգնեն մեզանից։ Նույնպես կուզեմ այդ մի օրը շատ շուտ գա։ Դե ինչ, գնանք տուն։ Դու գնացեք, ես տաքսի կկանչեմ։ Չէ, ինչ տաքսի։ Ես քեզ կտանեմ տղես։ Աբուլ կլինի մեր հետ մեր տուն գաս։ Համել Դավիթը տանը չի, մենակ ես մնալու։ Մարիա, ես երկար ժամանակ է, որ մենակությունից չեմ վախենում, նորմալ է, առաջին անգամը չի։ Ես դրա համար չէի ասում։ Հիմա բոլորս նույն մտածմունքներով ենք, իսկ մենակ մնալը մենակ կվնասի մեզ։ Էնպես որ արի մեզ հետ տուն ու եթե ուզես, հետո կգնաս։ Լավ։ Դե գնացինք։ Տեղը չես բերում, հա? Հանգստաց, իրականացում այդ տղա։ Դու պատասխան ես տալու անասների համար։ Էլ գնաց տեղից, արա։ Արտակ։ Արտակ։ Դու ես մեղավոր, Մարիա։ Դու իմ ձեռքերը արունոտեցիր։ Դու իմ հորը սպանեցիր, դու պատասխան ես տալու։